Մինչ մենք պարզել ենք, թե ինչու է Թաթան անընդհատ աճ ու ձախ շարժում գլուխը, իմացեք ուր գնալ, ինչ անել Հայաստանում այս վիկենդին։ Սկսենք կախարդական ամանորյա համերգից։ Ուլիխանյանում շաբաթ օրը ելույթ կունենա Միքայել Ոսկանյանն իր ընկերների խմբի հետ, հատուկ ծրագրով, որի շրջանակում համերգին ներկա երեխաները կարող են դառնալ դրա մասնակիցը։ Երեխաների ու մեծահասակների, հատկապես միլենիալների սիրելի տանը մենակ ամենաամանորյա ֆիլմի երաժշտությունը կարող եք վայելել ամսի 27-ին Արամ Խաչատրյանում։ Բլինչիկն ու ստալիչնին ուտելուց մի քանի ժամ անց արդեն կարող եք գնել Հայֆիլմ, որտեղ Մոստը եւ Ռամբալ Կոշեն մեծ իվենթ են պատրաստել։ 6 stage, 6 երաժշտական միավորում, մոտ 3 տասնյակ արտիստ ու վստահ է կիլոմետրանոց հերթ մուտքի մոտ։ Գալիք տարվա, թերևս ամենաուրախ եւ միաժամանակ ամենանոստալգիկ իվենթը դանդաղ Արտասահմանյանն է։ Բդի պես սիրված, մայրաքաղաքայինի պես խառը եւ թփող տոլմայի պես ջերմ։ Забирает 100 рублей, отдает мне паспорт и говорит: «С днем рождения!» Մենք էլ Իդրամի հետ միասին հուշում ենք, որ տարին ուրախ ավարտելու լավագույն տարբերակներից մեկը որակյալ ստենդափ համերգն է։ Ամսի 27-ին Արի ստենդափ ակումբում ելույթ կունենա ռուս երիտասարդ, բայց շատ ինքնատիպ ու համարձակ կոմիկ Վլադիմիր Բուխարովը։